Բարյարև իմ սիրելի հետևորդներ, ի վերջո հանդիպեցինք եւ ես ձեզ կներկայացնեմ, ինչպես որ խոստացել եմ, հրեղեն ձիու տարիներ, ես տարիներին անդրադարձա, թե որ տարի թվում ծնված կամ ինչ նշանի ներքո ծնված մարդկանց համար շատ ավելի բարենպաստ կլինի, ոմանց համար որոշակի դժվարություններ կլինեն, որոնք իրենք կհաղթահարեն եւ դասերը կընդունեն, կսովորեն, կհասկանան իրենց սխալները, որպեսզի արդեն 12 տարի հետո իրենք նույն սխալը չկրկնեն կամ ընդհանրապես մյուս տարիները, այն տարիները, որոնք խնդիրներ են առաջացնում, այդ ժամանակ իրենք ուրեմն այդ սխալները թույլ չտան ընդհանրապես կյանքում ցանկացած իրավիճակում հարաբերություններում պետք է դասեր քաղել, հասկանալ ինչու այդպես եղավ, ինչն է ձեր մոտ սխալ եւ ինչպես պիտի արվի եւ այդ բոլորը հետո այդպես պետք է սովորեք եւ այդ ճշմարտությունը արդեն դարձնեք ձերը։ Ինչեւ այսօր Յուպիտերի օրն է եւ գիտեք ինչ ուրեմն ներկայացնելը անդրադառնալը ես ասեմ որ իմ կանխատեսումների մասին այն որ ես ասել էի եւ հաճախ միայն ես եմ դա այդպես բնութագրում որ սև լուսինը ինքը բացահայտում է գաղտնիքները դա այդտեղ գրված չի դա իմ մեկնաբանությունը եւ շատ բնականաբար գողը ուրեմն նորից շարունակում է գողանալ ես արդեն հոգնել եմ այդ թեմայից խոսելուց բայց ինքը չի հոգնել ինձանից գողանալուց որտեւ է դրանով է ինքը ապրում դա շարունակվում է այն որ ես ուրեմն ասացի դեր սև լուսինը հա ինքը գաղտնիքները բացահայտելու եւ այդ գաղտնիքները չուշացան եւ ինչու հիմա գիտեք ինչ միգուցե ինչ որ մեկ բնականաբար շատ ավելի վերևում բարձրում կանգնած իրեն այդպես էր հարմար շահեր կային եւ ինքը դա թույլ տվեց որ բացահայտվի եթե շահեր չլինեն այսինքն երբ դուրս են գալիս իրար դեմ այն մյուսը արդեն երկուսն էլ մեծ հնարավորությունների մարդիկ կլաններ կամ արդեն նա մեկը մյուսի դեպքում այդպես ուրեմն փաստերը դնում են, ընդհանրապես հրեղեն ձին 60 տարին մեկ անգամ է լինում եւ ինքը մտնում է շատ են խորքերը, այն ինչ որ թաքնված կա, հա, ասենք տեսեք Էփշտեյնը, չէ, քանի տարի, տասնյակ տարիներ ինքը այլասեռությամբ էր զբաղվում երեխաներին, ուտել, արունը խմել, այլասեռություններ, բռնաբարություններ, վաճառք եւ այլն, այն ամենը այն ինչ որ կա եւ չմոռանանք նշել, որ Էփշտեյնը ջհուդ էր։ Եվ ինչն է հետաքրքիր, ես սովորաբար երբ անդրադառնում եմ դա անպայման զարգացում է ունենում, տեսեք, որպես փաստ, ես անդրադարձա վերլուծեցի Էփշտեյնի ուրեմն հաղորդում ունեմ, շատ հետաքրքիր, ես ներկայացրեցի իրեն, իր գործերը եւ այլն կապված Մոսադի հետ, որ գիտեք ինչ, ինքը տենց միանգամից դառնալ կողզուտ էր, որքան էլ որ բարձրաստիճան մարդկանց, հարուստ մարդկանց հետ էր շփվում, թեկուզ ֆինանսիստեր իր գործերներ անում եւ մեծ գումարներ էր ստանում եւ հետո արդեն անցավ այլ գործերի բոլոր դեպքերում որպես ինքը ունենար եւ նման միջոցառումներ ճակերտների մեջ ասված կազմակերպեր ինքը պետք է ունենար հովանավոր միանշանակ այստեղ դու չես կարող այդպես հարուստ լինել այդպիսի գործեր անել եւ քո մեջքին ասենք մոսա չլինի մեկ այլ կազմակերպություն կամ ավելի բարձր ուրեմն այս այ եւ իրանք էին հենց ես ասացի որ այդ հնարավորություն տվել էին որպես ինքը հարուստ մարդկանց բերի այդտեղ այդ ամիջը արվի նկարվի եւ հետո արդեն կոմպրոմատներ ունենան այդ մարդկանց վրա գիտեք սովորաբար Մոսադը այդպես է աշխատում իրենք ասենք հարուստ մարդկանց ճանաչված մարդկանց բերում են այդտեղ կոմպրոմատը սարքում այդ մարդու վրա հետո օգնում են որ ինքը դառնա խոսքի օրինակ նախագահ հետո ասում են տես մենք ունենք ու մասին այս փաստերը հարգելի նախագահ հիմա դու կանես այն ինչ որ մենք ես կասենք այսպես է լինում այդ մարդն էլ ուրախանում է որ իրեն այդպես են վերաբերվում դարձնում են հետո իրեն նախագահ եւ այլն այսպեսի հարցեր կան այնպես որ ես Էփշտեյնին անդրադարձել եմ եւ հիմա տեսակ որ իր անվան հետ կապված դա բարձրացավ եւ մեկ այլ օրինակ բերեմ որ ես ասեցի հոգեվորականը չէ կուղեկցի այդ ցույցը մարդիկ կհավաքվեն իր շուրջը ինքը ուրեմն առաջնորդի, բայց եթե ինքը հանկարծ հաջողություն չունեցավ եւ այլն եւ դա կատարվեց եւ դուք տեսաք որ այո իսկապես Բագրատ Սրբազանը ինքը առաջնորդեց բայց իրենք հավանաբար ինչ որ հարցեր կային կամ երևի չհասկացան որ իրենք ՆՌ-ի հետ գործ ունեն
Ինչևէ, եւ գործը այդպես մնաց կիսատ, այսինքն եթե ես ինչ-որ մի թեմայի մասին խոսեմ, ինքը անպայման զարգացում է ունենում։ Խոսեցի Էփշտեյնի մասին եւ տեսեք, այն ժամանակ որոշակի բացահայտումներ եղան, թվաց, որ այդքանով կավարտվի։ Բայց ես կարծում եմ, այստեղ երբ դա իմ վերլուծությամբ, երբ Տրամպը որոշեց, որ արդեն հաստատ ինքը Գրենլանդիան պիտի վերցնի, գիտեք, դա պատկանում էր Մեծ Բրիտանիային, դա պրոքասեն Դանիային է պատկանում եւ այլն, դրա ետևում հիմնական տերը դա Մեծ Բրիտանիան է, որովհետեւ են բոլոր մայրցամաքներ, ովքեր երկրները, որ վերջանում են լենդով, դրանք բոլորը պատկանում են Մեծ Բրիտանիային։ Եվ այդ կանաչ երկիրը, Գրինլանդը եւս պատկանում է Մեծ Բրիտանիային։ Եվ երբ այդպիսի հարց առաջացավ, Տրամպը ուզում էր վերցնել, հավանաբար Չարլզը, որ հիմա Կարլ է դարձել, ինքը այս բոլոր փաստերը հանեց ջրի երեսով, բնականաբար գործողությունները այդպես պիտի զարգանային, որպեսզի հրեղեն ձիու տարում այդ ամեն ինչը ակտիվանա, որովհետև հրեղեն ձին դա ուրեմն հանում է խորքերում այն ինչ որ կա թաքնված տասնյակ տարիներ, որտեղ դա 60 տարի մեկ անգամ է լինում, ինքը հանում է եւ ի ցույց է դնում բոլորին, այնպես որ ես դրա մասին եւս ասել եմ, որ գաղտնիքներ կբացահայտվեն եւ բացի դրանից այն ինչ որ ուրեմն թաքնված է, դա հանվելու է եւ մարդիկ այդ ամենի մասին իմանալու են։ Իմ նախորդ շատ հինչ են, իմ նախորդ հաղորդումներն են եւ տեսեք Վենսը եկավ ստեղ նաեւ ուզում ասել այն որ ես 20 թվականից ասում եմ իմ համարյա վերջին ժամանակներում շատ ավելի հաճախ եմ անդրադառնում, որովհետեւ առայն որ թուրքերը ակտիվանալու են հաջողությունը իրենց կողմում է եւ մենք դա տեսնում ենք ինչու որտեղ ամեն անգամ մի նոր իրադարձություն է կատարվում եւ մենք ականատես ենք լինում Եվ ընդհանրապես Հայաստան արդեն ինքը որպես եթե հնարավոր ինչ-որ մրցույթներում ես հիշեցի գեղասահորդների հետ կապված չէ, Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործությունը Ալիևը բողոքել էր, բնականաբար Հայաստանն էլ ասել է Արցախը Ադրբեջանի եւ վերջ մենք կապ չունենք, եթե հայկական չի, հրաժարվել են եւ բնականաբար այնտեղ հնչել է պարզապես Արա Գևորգյանի ստեղծագործությունը եւ ոչ թե Արցախ։ Այսպես Ալիևը կարողանում է անել, որտեղ սա Ալիևին է պատկանում Վենսն եկավ եւ հիմա ես շատ չեմ ուզում մանրամասնեմ, բերեմ խոսակցություններ, որտեղ սա քաղաքական հաղորդում չի, որ այդպես ես քաղաքականություն ներկայացնեմ, պարզապես ես վերլուծում եմ աստրոլոգիայի տեսանկյունից քաղաքական իրադարձությունները, որը բնականաբար շատ քիչ աստրոլոգներ են անդրադառնում Հայաստանում չկա այդպիսի գողացողից բացի ուրիշ ինքնատան գողանում ինձանից փորձում հանդես գալ աստրոլոգ, ես արդեն հոգնել եմ, ես հիմա կներկայացնեմ թե ինքը ով է Եվ իրենց այդ շատ չեմ մանրամասնի, որտեղ ես արդեն մանրամասնել եմ, դու գիտեք թե ինքը ինչ եւս արդեն կավելանա մեկը, թե ինքը ով է, չէ, Անտարեսով, Ալդեբարանով հղկված եւ դրան ավելանում է թունավոր օծը։ Այ ես հիմա խոսեմ ուրեմն օծի տարվանից կասկասենք ինչու, որովհետեւ Չինաստանում, ասենք 17-ին փետրվարի, երբ կատարվում է Արևի լավ խավարումը, այդ ժամանակ չինացիները նշում են իրենց ամանորը նոր տարին, այսինքն իրենք մտնում են հրեղեն ձիու տարի։ Այդ ժամանակ են մտնում, այնպես որ մենք, եթե տեսանկյունից ենք նայում, մենք դեռևս գտնում ենք օծի տարում, եւ ես առավել եւս մարտի 21-ից եմ փոխում իմ տարին փոխվում է այդ ժամանակ, դրա համար ինձ համար եւս դեռևս օծի տարին է։ Գիտեք, ցանկացած մի բան, եթե սկսվում է ձիու տարին, դա շղթայված է, ինքը շարունակվում է, միջև սկսվում է կամ եթե օծի տարին է սկսվել, արդեն ձին կարող է մասնակցել, այսինքն այդ հատման կետում, երբ նա ավարտվում է, սկսվում է մյուսը, այդտեղ 2-3 ամիս գործողություններ շարունակվում եւ այդպես է լինում։ Հիմա ինչեւ է օծի տարում որ թվականներն են, նախ ասեմ 41 թվականը սկսվեց հայրենական պատերազմը, 53 թիվն է, 65-ը, 77-ը, 89 թիվը, 2001, 2013 և 2025 թվականը, դրանք օծի տարիներն են։ Միայն օծն է, որ լինում է թունավոր, այսինքն լինում է երկու տեսակ, լինում են թունավոր օծեր և ոչ թունավոր օծեր, ոչ վտանգավոր։ Եվ նույնը փաստորեն այդպես բնորոշում ես մարդկանց, որ իրենց բնավորությունը, եթե դուք ծանոթանում եք օծի հետ, ուրեմն իմացեք, որ դա գիտեք ըստ իր արած կյանքի իր ապրած ուրեմն տարիները, իր գործողությունները, ինչպես են կդրսևորվել մարդկանց հանդեպ, ինչ
հարաբերությունները ընդհանրապես ինքը ինչ գործեր արել, ուսումնասիրեք անպայման, որպես իմանաք ինքը թունավոր օձ է, թե ոչ, եթե չեք կարող իր քարտեզը նայել, որովհետև քարտեզում էլ դա կօգնի ցույց կտա, թե ինքը ինչ օձ է։ Բոլոր դեպքերում, եթե ունեք ծանոթներ օձի տարում ծնված, ուրեմն ուշադիր եղեք, ֆիքսեք, ճշտեք, թե ինքը թունավոր օձ է, թե ոչ։ Դա շատ կարևոր է, որտեղ թունավոր օձերը կմտնեն ձեր կյանք եւ թիկունքից կհարվածեն ձեզ։ Հիմա տեսեք, նապաստակը խոզը թունավոր չի, ցուլը թունավոր չի, վագրը թունավոր չի, նապաստակը թունավոր չի, այծը թունավոր չի, շունը, աքլորը թունավոր չեն։ Հասկանում եք, հրեղեն ձինը։ Ձին թունավոր չի լինում, այսինքն չի լինում երկու տեսակ, մի ձին թունավոր, մյուսը ոչ թունավոր, հա, միայն օձն է։ Այ օձը ինքը հենց դրանով տարբերվում է բոլորից, որ լինում է թունավոր եւ ոչ թունավոր։ Ես սա պետք է ձեզ զգուշացնեի, որպեսզի դուք ձեր կյանքում անպայման ֆիքսեք, ես տարեթվերը նշեցի, ծանոթանալիս ֆիքսեք ինքը, եթե այդ տարեթիվն է, ուրեմն զգուշացեք, ուսումնասիրեք այդ մարդուն, տեսեք ինչ գործեր է ինքը արել, որտեղ իր արած գործերից կարող ես դատել այդ մարդու մասին։ Եվ տեսեք, թե ուրեմն ինքը համոզվեք թունավոր է թե ոչ։ Եվ այսպես ես ձեզ ներկայացնեմ մի քանի թունավոր օձերի, որոնց դուք ճանաչում եք։ Քանի որ մենք ասացի օձի տարում են գտնվում, տեսեք Էփշտեյնը եւս ծնվել է օձի տարում 53 թվականին եւ ովքեր են ծնվել եւս Հայաստանում եւ բնականաբար տեսնում եք բացահայտվում է, այնպես չի, որ օձի տարում, եթե ծնվել ես ամեն ինչ լավ է։ Եկեք ֆիքսենք մի բան, Սամվել Կարապետյանը ծնվել է օձի տարում, իրեն ձերբակալեցին հենց իր տարում, Դոկը ծնվել էր օձի տարում, ծնվել է 77 թվականին, Սամվել Կարապետյանը 53 թվականին, եւ տեսնում եք ինքը հենց իր տարում ուրեմն ձերբակալվեց Ամերիկայում։ Այնուհետև ովքեր են ինձ այդ հարցը շատ են տալիս, հա, թե արդյոք տվյալ տարին այդ մարդու համար ներկայացուցչի համար լավ է լինում է եւ լավ եւ վատ, նայած թե դու ինչ գործեր ես արել, նայած թե ինչ իրավիճակ է, այսինքն եթե գալիս է քո տարին, դու պիտի լինես շատ ուշադիր, շատ զգուշ, որովհետեւ ինչ որ մի բան պիտի լինի, նայում ես քո քարտեզը, հասկանում ես վտանգը որտեղից է գալիս, որտեղից է գալու եւ այլն եւ այլն։ Ու այս գիտելիքը իհարկե պետք է ունենալ նախ։ Ինչևէ, հիմա տեսեք, դա այդպես եւ հիմա գան Գարշելին։ Գարշելին ծնվել է օձի տարում 53 թվականին։ Նաեւ գլխաշորով լրագրողը ծնվել է 53 թվականին օձ։ Տեսեք, եւ հոգեխանգարված գիժը, դևը, որ սենց իրան պատեպատա տալիս, ընդեղա գնում օձ, թունավոր օձ։ Այդ երեք թունավոր օձերը այդ այնց հավաքվում են, իրանք իրար ձգում են թունավոր օձեր։ Տեսել եք, չէ՞, օձերը միշտ այնց իրար փաթաթվում են։ Այդ համար իրանք իրեքով փաթաթում են, մտածում են, ում կարող ենք վնասել, ում ընտանիք մտնենք, խոսենք, ումից բամբասենք, ինչ այլասերվածություններ, սրա նրա մասին խոսենք։ Էփշտեյնը ձեզ օրինակ։ Այդ մարդիկ եթե վատ, ասենք, տեսեք Անտարես ունի թունավոր է, այն երկուսը եւս ունեն Անտարեսի Ալդեբարանի հետ կապ, հասկանում եք, եւ դա արդեն բերում է այդպիսի բաներ, այդ մարդկանց կեղտոտ գործերը բացահայտում են եւ հələ շատ բաներ կբացահայտվեն, նայած թե ում ինչ ըստ իրենց քարտեզի ինչ վտանգ է սպասվում։ Այս երեքը այս օձերով։ Հիմա տեսեք, ուրեմն ասացի Գարշելին տնից հանեցին, շպրտեցին հենց իր տարին, հա, օձի տարում իրեն հանեցին, շպրտեցին տնից դուրս, որը ես նա կանխատեսել էի եւ իհարկե նաեւ մահացավ իր տղան, այսինքն այդքան մեծ վիշտ, այդքան չնայած ինքը կարմիր կոշիկներով խայտամղայտ հագնվում է, ուրախ շպտալով, չես նաեւ մտածես, որ այս մարդու շպրտել են տնից դուրս, փողոցում է եւ չես մտածի առավել եւս էլ դա ոչինչ, որ այդ մարդը որդի է կորցրել, որովհետեւ մի ամիսը չլրացած ներկված պաչնված մտավ եթեր։ Այս են։ Ինչևէ, այսինքն ուզում եմ ասել, որ եթե դու այդ տվյալ տարում ծնվել ես, գալիս են լինում են ոչ լավ իրադարձություններ եւ դուք պիտի լինեք զգուշ։ Հա, օրինակ, մասնավորապես եթե դուք ուրեմն ծնվել եք օձի տարում եւ դուք այս տարի ասենք ծնվել եք օձի տարում եւ ձուկ եք, երկվորյակ, աղեղնավոր եւ կույս, եթե այդ ամիսներին եք ծնվել այդ նշանների ներքո, ձեզ համար դժվար է լինելու
ձեր կյանքում անպայման ինչ-որ մի ոչ լավ իրադարձություն, դուք ունենաք անպայման վերելք, հասկանում եք, որովհետև նոր տեխնոլոգիաներ, նոր գաղափարներ, նոր ծրագրեր է առաջ քաշում հրեղենձին եւ դուք կարող եք վերելք ունենալ, բայց բոլոր դեպքերում այդ ամիսների ծնվածների համար որոշակի դժվարություններ կլինեն։ Այսպես, ուրեմն իսկ թե թունավոր օձերը գարշելին, մենք գիտենք ինքը օձի նման որտեղ հարմար այդպես ինքը դրսևորվում է, գլխաշորով լրագրողը տենց մոռանալով որ ինքը ворց է, նստում է էկ օձերի հետ սկսում է բամբասել ինչ-որ բաների մասին, որտեղ իրան փող են տալիս, իդեպ օձերը ձգտում են հարստության, ինչ գնով դա ուզում է լինել, իրենք պիտի հասնեն հարստության։ Եվ իմ թվարկածներից հիմա գարշանքը դավաճանել, չգիտեմ, ինչ այլանդակություններ խոսալ, թուղթուգիր եւ այլն, այսինքն ինչ ճանապարհներով ուզում է հասնել, միայն թե ինքը ունենա հարստություն, բայց տեսակ ինչ եղավ հրեղեն ձիու նախաշեմին, ես ասեմ բաներ կա, որ կատարվում է հրեղեն ձիու նախաշեմին, այդ ամեն ինչը այտենց մեղքերը շատ մեծ էին, ինքը իր հետ դա ուրեմն կատարվեց, այսինքն ձգտում էր հարստության եւ տեսակ նստեց դատարկ տաշտակի առաջ, գլխաշորով լրագրողը ինքը պատրաստ է ցանկացած մեկի կյանքը մտնել խոսել, միայն թե իրան դրա համար վճարեն, ողորմելին, ինքը այսպես ստոր անձնավորություն է, այնուհետև դոկը ինքը օձա ձգտում է հարստության, ձգտում է շքեղ կյանքի, ինչ գնով դա ուզում է լինի, ինքը պիտի հասնի հարստության, ինքը պիտի հասնի ունեցվածքի, լինի հարուստ, ունենա թոր, որտեղ օձը սիրում է եւ գահը եւ հարստությունը։ Եկեք հիշենք Մաուգլի ֆիլմը, որտեղ օձը նստած էր ոսկու գանձերի վրա, որտեղ օձերը լինում են, այդտեղ ուրեմն շատ հնարավոր է որ ոսկի լինի։ Իրենք սիրում են ոսկին եւ գնում են հենց նստում են ոսկու հարստության վրա։ Հաջորդը դա Սամվել Կարապետյանը, որը եւս օձա եւ միլիարդատեր բնականաբար այդպես պիտի լիներ։ Էփշտեյնը ասեցի ինքը ձգտում էր շքեղ կյանքի հարստության, ինքը եւս օձ է եւ գիտեք ով է օձ դոկի փաստաբանը, որ կարծեմ այդ օձերի որջը բույնը կամ չգիտեմ օձերն ինքը եւս օձ է, ինչեւ է դոկի փաստաբանը եւս օձ է։ Պատկերացնում եք ինչքան օձեր, հետաքրքիր է, չէ, երբ այս ամեն ինչը բացահայտվում է, դու արդեն հասկանում ես ինչ են այդ մարդիկ այդտեղ հավաքվում։ Դու բոլոր պատասխանները ստանում ես, ինչ են այդ երեք այդպես հավաքված, ինչ են այդտեղ իր փաստաբանը, ինչ են իրան այդպես ներկայացնում այդտեղ եւ այլն եւ այլն։ Ես ավելացնեմ այդ ցուցակը եւ ով է ձգտում հարստության այդպես խելացնոր եւ այլն։ Տիգրան Ավինյան ծնվել է օձի տարում, հավանաբար 1989 թվականին, օձ։ Թունավոր է թե ոչ, արդեն դուք ինքներդ կորոշեք, ինքը թե ինչպիսի օձ է, եւ Սամվել Կարապետյանի մասին ասեցի եւ տեսեք ում եմ ուզում ներկայացնել, Արմեն Սարգսյան, որը օձ եւ ասեմ նապաստակ օձ իրենց մեջ շատ լավ հարաբերություններ են, օձը Մեծ Բրիտանիայից ինքնաթիռով եկավ, նապաստակը թռչկոտելով Գյումրիից եկավ, հանդիպեցին, ձեռք սեղմեցին ու Արցախը հանձնեցին, որտեղ ծախեցին կամ ինչևէ Սերժներ Քավոր կանգնեց, ասեց, որ ամեն ինչը տեղատեղին այդ գործը լինի։ Այսպիսի իրավիճակներ գիտեք, եթե մի նշան ասենք նապաստակը ինքը օձի հետ լավ հարաբերություններ է, այսինքն ինքը եւս կարող է նման բաներ իրեն թույլ տալ, այսինքն ինքը այդ նշանի լավ հարաբերությունները ինչ որտեղ իրանք որոշակի նմանություններ ունենում են։ Այսպիսի հետաքրքիր բաներ եւ ի վերջո Գարշելի ընկերուհին հոգեխանգարված գիժը ասացի ինքը եւս թունավոր օձ է։ Թունավոր օձ, պատկերացնում եք, տարով թունավոր օձ, ամսով այնտեղ արդեն իր քարտեզում Անտարես, Ալդեբարան եւ այլն նման միացություններ ունի եւ գիտեք այդ մարդիկ շատ վտանգավոր են, շատ, այսինքն լինել եւ թունավոր օձ, որտեղ մենք տեսնում ենք արդեն իր անցած ճանապարհը եւ այդ ասպեկտացիաները իր քարտեզում
այդ մարդկանցից փախնել է պետք շատ հեռու։ Ես երբ որ հեռախոսով տեսեք օձը ոնց անում սողալով գնում է, տեսնում է այնտեղ որ այնտեղ հարմարենք այդտեղ կարող է կայանալ, այդ մարդուց կարող է օգուտ ստանալ, այդտեղից կարող է ինքը փող աշխատել, վերցնել, գողանալ եւ այլն։ Տարբեր բաներով ինքը սողալով դանդաղ գնում է։ Ինքը սողալով եկավ իմ հետ խոսած, բայց ես իր դիվային էներգիան զգալով ես իր հետ չհանդիպեցի։ Ես բացի աստրոլոգ լինելուց ես ունեմ այդ ինտուիցիան շատ ուժեղ։ Ինչևէ ես հասկացա, որ ինքը շատ վտանգավոր անձնավորություն է, մի քանի անգամ զանգեց հանդիպենք, որ ինքը փնտրում էր ինչ-որ մեկին, որտեղ ոչ խոսալ գիտեր, ոչ աստրոլոգիա գիտեր եւ ոչ էլ կամերայի հետ աշխատել գիտեր։ Իրան պետք էր արդեն ինչ-որ մեկը կայացած, ով ելույթ ունենում, որպեսզի գար օծի նման, հետևի կողքը իր հետ ելույթ ուներ, մենք միասին ելույթ ունենանք, միասին դպրոց բացենք, անգրագետը։ Այսպես ես հասկացա, որ սա շատ վտանգավոր դիվային անձ է եւ այդ մարդը այսպես սողալով օծի նման գնաց, կպավ պարավին, գնաց այնտեղ պարավ օգնեց, այդ թիվին բացողը սատանիստը, այդտեղ բոլորը սատանիստները հավաքվեցին եւ ով բացեց այդ թիվին, կարող եք ինձ հիշեցնել, գրեք մեկնաբանություններում, թե այդ թիվին ով բացեց, որ այնտեղ հեքիաթասաց էր ելույթ ունենում, այնտեղ պարավներ ելույթ ունենում, հետո այս օծին բերեցին։ Եվ ինքը այդպես գնաց պարավը, քանի որ ընդհանրապես ոչ մի ինչ ինտուիցիա, ինչ աստրոլոգիա ընդհանրապես ոչ մի բան չգիտի, որովհետև եթե իմանար աստրոլոգ ըստ իրենց աստրոլոգը, ես դա ասել եմ աստրոլոգը, երկու աստրոլոգ չեն կարող իրար հետ համագործակցել։ Հակադիր նշաններ, հա, կարիճ, ցուլ, իրանք չեն կարող միասին համագործակցել, այսինքն այդ մարդը այնքան տգետ է, այդ ասում է, ես աստղաբան եմ, ինձ մի ասեք աստղագուշակ, պարավն ասում, դե նրա մասին չեմ ասում, նա սանձարցակա լրիվ, մի խոսքով ինձ բան, ախր դու աստղագուշակ էլ չես ձգում, ու մնաց քեզ ասեն աստղաբան, մի քիչ համեստ եղել, էլի ամոթ է, այդ տարիքիդ նայի ու մի քիչ համեստ եղել, էլի, ախր այդ փաստերը, որ ես հիմա դնում եմ քո դեմը, դու չես կարել ասես, որ դու աստղաբան ես, ինչևէ, լավ, սողալով եկավ, այդ ամեն ինչ արեց, պարավ օգնեց, սովորեց խոսել, Աննայից Հակոբյանն այդ գողացավ քարտեզը, դա հաստատեց պարավը, առայսօր գողանում է իմ կանխատեսում նախադասությունները, հա, նույնիսկ այն որ ես ասում եմ ձեր համար ես նախապես եմ ասում, որպեսզի զգուշացնում եմ, որպեսզի դուք ձեր անելիքները իմանաք, այդ նույն նախադասությունը ինքը կրկնում է պոռնկաբար։ Իր համար արդեն ասես չասես, սառն է, չէ, օձ է լինում, սառը օձ է։ Ինքը շատ հանգիստ ասում, ասես չասես, մեկը ես քեզանից գողանալու եմ Հակոբյան Աննա, բայց ոնց կանխատեսում անեմ, եթե չգողանամ։ Հասկացաք, ինքը այդպես բան։ Հիմա տեսեք ինչ եղավ, մտավ այնտեղ գողացավ պարավից այդ սովորեց այդ ամեն ինչը, հետո հելավ դանակով հարվածեց, պատկերավոր եմ ասում, հարվածեց մեջքին դուրս եկավ օձը։ Հիմա արդեն սողալով պետք է գնա, ինքը ասում է, ես արդեն կարող եմ կայանալ։ Հետո մարդու գլուխը կերավ, տարավ թողեց փլատակների տակ, ասեց դու ինձ խանգարում ես իմ պրոգրեսին, իմ կարիերային խանգարում ես։ Նա այնտեղ տարավ ուրեմն ոչնչացրեց, թողեց փլատակների տակ, հետո ասեց Հակոբյան Աննա, ո՞նց թե դու ասում ես քարտեզ եմ գողացել մարդկանց, ես մարդկանց ասում եմ, որ ես ամենալավն եմ, դու մարդկանց մոտ ինձ քցում ես, այդպես բան ես ասում։ Հակոբյան Աննան եւս դատի տալ, այս դևը, հետո արդեն Հակոբյան Աննան երբ որ հասկացավ, որ սա շատ դիվային անձնավորություն է, ես այնպես արեցի, որպեսզի ինքն ու Գարշելին իրար հետ ընկերություն անեն, որ ինքը կուլտա Գարշելին։ Այսպես հետաքրքիր բան։ Եվ ես ասացի, որ ինքը Գարշելի գովքն է անում եւ այլն, այսպեսի բաներ խոսացի, որ իրանք Գարշելին զանգի, ասի, օ, բան, եւ օծին գտավ անմիջապես իրանք այսպես փաթաթվեցին։ Թունավոր երկու օծերն իրար գտան ու մտածեցին, որ հեսա Աննային կլիկվիդացնենք, բայց բնականաբար մի օծը իրանք չգիտեն հələ Գարշելին իր գլխին ինչ է գալու։ Եվ սա այս թունավոր ինքը շատ վտանգավոր թունավոր է, վտանգավոր ազնվորություն է, ում հետ շփվում է, ով մտավ իր էներգիայի տակ, այդ մարդը կամ հիվանդանալու է, կամ այդ վիճակն անգնելու վատ դժբախտ իրադարձություններ են կատարվելու։ Կարող այդ մարդը չհասկանա, որովհետև ամեն մեկը չունի այդ գիտելիքը, շատ քիչ մարդիկ ունեն այդ գիտելիքը, որ դու այդ մարդու հետ կարող ես ընկերես, հիմա ձեզ ասում եմ, եթե դու այդ մարդու հետ ընկերություն ես, անդու չգիտես, որ ինքը մահ է բերում, ինքը հիվանդություն է բերում, ու դժբախտություններ ընդհանրապես քո ընտանիք բերում է, դու այդ ընկերություն ես անում, ու այդ ամիջը թափվում է քո գլխին, դու չգիտես, որ աղբյուրը այդտեղից է։ Հասկացաք։ Եվ բնականաբար Գարշելին դրա մասին չգիտեր, եւ ինքը Գարշելին կուլ տվեց։ Տանից էլ լավ դուրս, որը ես հանեցին գցեցին փողոց, որի մասին ես ասել եմ, եւ հետո արդեն եւ տողում, հա, տարավ այդ կուլ տվեց, ինքը հոգիներ է կուլ տալիս։ Հիմա արդեն Գարշելին ինքը գիտեք հիմա ինչ վիճակում է գտնվում։
Այդ մարդիկ ես ասեցի ինքը դատարկություն է, իր մեջ էներգիա չկա, ես էներգիա չեմ զգում։ Եթե ես էներգիա չեմ զգում ինչ-որ բնշակում, այդ մարդը մեռածա չկա, ինքը մնացել է այդ տուփը, իր ֆուտլյարը, ֆորման է մնացել, այնտեղ մարդ չկա։ Երկու ձևով է լինում, երբ որ մարդը հավանաբար կմեռնի, եթե Ռեղենցի տարում չմեռավ, 28-ին կմեռնի, որտեվ գարշելին էլ չի կարող իրան քաշ տա։ Իմ ասած ասում եմ, ինքը կսկսի պճնվել, ներկվել, դուրս գալ, եթե ոչ չէ, ամեն ինչ նորմալ է իմ մոտ։ Մեկը սատկելու ես գարշելի։ Որտեղ քանի կողք կտա, ինքը քեզ կուլ է տալու։ Մինչև կուլ չտա, չի հանգստանալու։ Դատարաններում քարշ եկածողը, օրնիկ դիվային, ինչպես ինքն ասում իրեն անվանել, դիվային աստղաբոզը։ Այդ վտանգավոր անձնավորությունը, մի խոսքով այն մի օծը, այն մյուս օծին կուլ տվեց եւ իհարկե գլխաշորով լրագրողին եւս օծա, նրան էլ կուլ տալու եւ ում հետ որ ինքը շփվում է, այդ մարդիկ մտնում են իր էներգետիկ դաշտի մեջ եւ այդ մարդկանց հետ լինում է դժբախտություններ։ Դու կարող ես իմանալ աղբյուրը որտեղից է, մի իմացեք, որտեղ ինքը ում հետ հանդիպում է, լավ մարդու չի կարող հանդիպի ու շատ լավ է որ մի չարը միշտ չարիքին ոչնչացնում է։ Գիտեք ինչներ ասածս, որ ինքը զանգում է այդ մյուս TV-ները գամ ձեր մոտ ելույթ ունենա, ոնց որ ինձ էր զանգել, խնդրում էր գամ հանդիպենք իր գործերի համար, ինքը սողալով գնում այնտեղ, հոտ առավ այնտեղ հարստության փողի, սողալով գնում է այն մյուս տեղը, այնտեղ առավ բան ու բոլորին կստորացնի, կասի սա դեվա էս, մեկը սենց այն, մեկը նենց է, ու ինքը այդ դիվայն գործեր անում է ինքը, բայց ներկայացնում է ուրիշներին, օծը, իսկ օծը ես ձեզ ասել եմ, ով է, կտակարանում դա հենց սատանան է։ Այնպես որ նրանք ովքեր ծնվել են օծի տարում, վտանգավոր մարդիկ են, մասնավորապես եթե իրենք թունավոր օծեր են։ Եթե թունավոր չեն, ոչինչ, բայց եթե թունավոր են, ուրեմն սպասեք ամենավատարագույնը։ Ես սա ձեզ ներկայացրեցի, որպեսզի դուք հասկանաք ովքեր են օծերը եւ ինչպես են իրենք գործում։ Եթե օծեր կան, մանավանդ եթե համագործակցում եք, ուրեմն ինքը առաջ կանցնի հնարավոր է, եթե թունավոր մեջքիցդ կխփի, ինքը առաջ կանցնի ու ոսկին ինքը կվերցնի հարստություն, այսինքն այն ինչ որ եթե ինչ որ մեկ հետ համագործակցում եք, ստեղծել եք ինչ որ մի բան, հա, շահույթ ունեք արդեն, ուրեմն շատ հնարավոր է որ ինքը իր կողքին լիկվիդացնի, ինքը դառնա այդ շահույթի տերը։ Ես ասում, սա հիմնականում չեմ կարող դա բոլոր օծերի համար ասել, որ բոլորն են այդպես, բայց թունավոր օծերը այդպիսին են։ Այդպես նաև այս ասացի, թե ոնց եք դուք դա տարբերակելու։ Սա ուրեմն օծերի մասին, որ դուք պետք է լինեք զգույշ եւ նաև մի քանի նախադասությամբ ես կասեմ, թե որ նշանին ինչ է սպասվում, գիտեք, չեմ կարող շատ ասել, որովհետև դա հեքիաթ կլինի արդեն, ճիշտ չի լինի, որովհետև ասենք, տեսեք, օծի տարին, չէ, 41-ը, 53-ը, 65-ը, 77-ը, այդ ժամանակներում ընդհանուր գիծը ես ձեզ ասեցի, որ դա է բանալին ես ձեզ տվեցի, որովհետև տարբեր տարիների ուրեմն ծնվածները իրենց քարտեզում ունենում են տարբեր դասավորություն մոլորակներ, հեռավոր մոլորակները արդեն հնարավոր է որ ասենք Ուրանը միանշանակ արդեն փոխած կլինի, եթե մյուս մոլորակները ասենք Նեպտունը նայած որտեղ են գտնվում, իրենք էլ արդեն մյուս նշանին կարող են փոխել, այնպես որ մի 12 տարի հետո արդեն երբ որ ինքը կրկնվում է, արդեն շատ բան կարող է փոխվել եւ այստեղ մենք լրիվ ուրիշ բնութագրում կարող ենք տալ տվյալ անձին, հա, ինքն էլ ասենք լավ, հրեղեն ձիու տարին, էսա էլ է ձիու տարին, բայց բավականին տարբերություններ կան։ Այնպես որ չեն կարող ասել, որ իրանք այսպեսին է կամ անպայման սա այսպես լինելու է։ Դրա համար ես ձեզ կտամ մի նախադասությամբ, կտամ բանալիները, որպեսզի դուք հասկանաք ընդհանուր այդպես ընդհանուր եւ ինչ է դա իր մեջ ընդգրկում։ Տեսեք 25 թվականը օծի տարիներ եւ ես ասեցի ինքը նախապատրաստական այդ թիվն է, այսինքն եթե օծը ինչ-որ բաներ գաղտնի է պահում, հա, ինչ-որ ժամանակ օծ արդեն գալիս է Ռեղենցին այլևս թույլ չի տա, որ ինքը այդ գաղտնիքները մնան, այդ հարստությունները դուրս են գալիս, բաժանվում են եւ այլն, մի մարդու այստեղ շատ պատվազրկումներ, որովհետեւ ձին ինքը ազնվությունն է, ինքը մաքրությունն է, ինքը ազնվական ինչ որ գիտեք, վեհություն, մաքրություն, ճշմարտությունն է ինքը սիրում,
ինքը սիրում է ճշմարտությունը եւ դրա համար ասաց Հեղեղենցին ես էլ չեմ կարող հանդուրժել այդքան բաներ որ արվել է ես նրանք պիտի հանեմ ջրի երես ու մտավ ինքը 10 տարիներ խորը եւ այնտեղից ինքը փորձեց այդ ամեն ինչը հանել որովհետեւ նախ ձին չի սիրում առավել եւս Հեղեղենցին ինքը սիրում է մաքրությունը դավաճանություն չի սիրում օծունի այդ սողալը չի սիրում դրա համար շատ օծերի ովքեր այդտեղ սողալով իրանք մտածում են շատ խելացի են հնարամիտ են ու հիմա կարող են ինչ որ շահույթ վերցնել, ինչ որ մեկին խաբել, ինչ որ մեկին քցել, հա, այստեղ Հեղեղենցի կպատժի։ Եվ ընդհանրապես գիտեք ինքը շարժվում է միշտ առանձնահատուկ էներգիա ունի Հեղեղենցին եւ ինքը միշտ շարժվում է առաջ, միշտ շարժման մեջ է լինում։ Այսինքն կանգ չի առնում, որ հիմա ես այս գիտելիքներն ունեմ, բավական է։ Կարելի է նստել եւ ուղղակի խորը շունչ քաշել։ Ինքը շարունակում է կրթվել, ինքը շարունակում է շարժվել առաջ եւ նոր ուրեմն իր համար նոր բաներ բացահայտել, հա։ Եվ այստեղ կամ պատասխաններ գտնել։ Ինքը նաեւ իրենք չեն վախենում իրենց գործած քայլերի համար պատասխանատվություն կրել։ Հա, այնպես չի որ ասենք խափենք, չիմանա որ մենք այս բանը արել ենք, չէ, ձին իր ողջ հզորությամբ, գեղեցկությամբ, մաքրությամբ, արդարությամբ կանգնում է ու ասում է, սա սենց է ու սա սենց է, վերջ։ Առանց ինչ որ վախենալու արել եմ, ես կհատուցեմ այդ ամենը եւ գիտեք ինչ է ուրեմն խորհուրդը որն է Հեղեղենցի ու տալում որ դուք անպայման ձեր առջև դնեք նոր նպատակներ, մտածեք ձեր պրոգրեսի մասին, անպայման, որովհետև ինքը ձեզ այդ հնարավորություն տալիս է դա 60 տարին մեկ անգամ է լինում, այնպես որ օգտվեք դրանից, մասնավորապես այն մարդկանց համար, ում դա ավելի հեշտ կարող է տրվել, ես դա իմ նախորդ հաղորդման մեջ արդեն նշել եմ, հիմա նորից չանդրադառնամ, իսկ նրանց համար որ ավելի դժվար է, նշանակում է իրենք պետք է անցնեն դասեր, իրենք դասեր պետք է քաղեն, պետք է հասկանան, որ այստեղ իրենք սխալ են եղել եւ հիմա դա պիտի շտկեն արդեն։ Ասենք առնետների համար լավ չի եղել, չէ՞, նապաստակների համար կամ ասենք ակրորների համար, եթե իրենք նկատել են, որ ձիը տարում լավ չի եղել, թող հիշեն։ Հիշեք, թե ինչ իրադարձություններ են եղել եւ հիմա պատկերացրեք, որ դա լինելու է հազարապատիկ անգամ։ Եթե դուք դասեր չեք քաղել, հիմա արդեն շատ ավելի դժվար է լինելու։ Նրանք ովքեր հետևում են, ովքեր ականջալուր են լինում, հասկանում են, հա, ոչ թե մատերի արանքով են նայում, այլ հասկանում են, որ սա այսպես է եւ ինքը այս քայլերը պետք է անի կամ այս դասերը քաղի, որպեսզի դա չկրկնվի։ Եթե մարդիկ սա հասկանան, այս ձևով ապրեն, շատ ավելի հեշտ կլինի։ Ինչևէ, ուրեմն ձեր առջև ասացի դնում եք ծրագրեր եւ փորձում եք իրականացնել այն, անպայման օգտվեք այդ հնարավորությունից եւ ունեցեք պրոգրես։ Հատկապես այն մարդիկ, ովքեր գտնում են այնպիսի տարիքում, որ իրենց դա շատ անհրաժեշտ, ասենք, սովորում են, ուրեմն փորձեք գնալ առաջ եւ նոր սկիզբ դնել եւ իհարկե հնարավոր է համագործակցության եւս նոր սկիզբ դնել, բայց իհարկե դա արդեն տարվա ընթացքում պետք է ժամանակը ճիշտ ընտրվի, որովհետեւ եթե հանկարծ սխալ ժամանակ ընտրեք, այստեղ մենք գործ ունենք Հեղեղենցի հետ ու կարող է լրիվ հակառակ իրավիճակը լինել։ Այ ուրեմն ես ասեմ ուրեմն օծերի մասին ես մանրամասնեցի, որտեղ մենք հիմա գտնում ենք օծի տարում եւ այդ մարդկանց ես եւս ներկայացրեցի եւ դուք հասկացաք, որ եթե քո տարին է, հա, անպայման ինչ որ ճակատագրական իրադարձություն կատարվել է քո հետ անպայման։ Եվ նապաստակները ասացի, որ վատ է լինելու եւ նշեցի, որ հպարտն է ծնվել նապաստակի տարում, չէ, իր համար դժվար է լինի եւ այստեղ իր մոտ նապաստակների մոտ, սերի նապաստակներ ձեր մոտ կդրվի այստեղ կարիերայի հարցը, աշխատանքի հարցը, արդյոք դուք կստանաք բարձր պաշտոն, արդյոք ձեր աշխատանքը կստացվի, արդյոք այն ինչ որ դուք մտադրվել եք անել, ցանկանում եք իրականացնել, դա ձեզ կհաջողվի։ Բոլոր դեպքերում իրենք գնում են իրենց նպատակի ետևից եւ եթե ճիշտ եք ընտրել ուղին, դուք կարող եք հասնել դժվարությամբ, բայց կարող եք հասնել կամ ասենք
փորձությունների միջով կարող եք անցնել, արդեն հաջորդ տարի ձեզ համար նոր լավ լինի դասեր քաղեք, սովորեք, հասկանաք, փորձություն եւ իհարկե շատ լավ կլինի, եթե նոր ծրագրեր սովորեք այդ ժամանակահատվածը, որքան որ դժվար լինի, բայց գիտեք, որ հետո հաջորդող տարին ձեզ համար շատ ավելի լավ է լինելու։ Այնպես որ ես նապաստակների խորտ կտայի ինչ-որ նոր ծրագրեր, նոր լեզուներ կամ նոր արհեստ եւ այլն նոր բաներ, հա, գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի դա ուրեմն IT տարում կարողանաք իրականացնել, եթե չհասցնեք ուրեմն ձիու տարում։ Ձին քանդում է, հանում է այդ նաև հարստությունը, գումաները այսպես բոլորի իմանում են, այդ հարստության մասին ծախսվում է այդ հարստությունը, այսպիսի բաներ։ Այնպես որ սիրելի օծի տարում ծնվածներ, հնարավոր է, որ այն ինչ որ սկսվել է ձեր մոտ, ինքը տրամաբանական ավարտը ունենա ձիու տարում, եւ ես արդեն ասացի, որ պետք է լինեք շատ զգույշ, որտեղ այնպիսի փաստեր կդրվի ձեր առաջ, որ դուք պարզապես չեք կարող էլ ոչինչ ասել, այդտեղ սողալ չեք կարող, հրեղենձին փաստը այսպես կդնի ձեր դեմը։ Դուք չեք կարող սողակ, ասեք, չգիտեք, դե այսպես է, դե այնպես է, կապել, այսպես է, եւ այլն։ Եվ այսպես ու դրանով պայմանավորված դուք կոնկրետ կկանգնեք փաստի առաջ ու պատասխան պիտի տաք այդ ամենի համար։ Սա որ օծի տարում ծնվածների համար, նապաստակի տարում ծնվածների համար ասացի, եւ իհարկե այստեղ աքլորների համար աքլորները գիտեք, այստեղ իրենք հնարավոր է, որ ընտանիքում ունենան խնդիրներ, հարաբերություններ, այսինքն փորձեն հարաբերությունները պարզել ընտանիքում եւ նաեւ գիտեք ինչ դժվարանան, հա, այդ հարցերում առանձնանալու համար, ասեն գնալ այլտեղ ապրել կամ իրենց տունը կառուցել եւ այլն, կարող են լինել որոշակի դժվարություններ, անընդհատ ինչ որ խոչընդոտներ լինեն եւ դուք դա չկարողանաք իրականացնել, բոլոր դեպքերում իսկ աքլորներին կարող եմ խորհուրդ տալ, որ իրենք ուշադրություն դարձնեն իրենց ընտանիքին, ընտանիքի անդամների հետ, անձնական հարաբերություններին, կին տղամարդ հարաբերություններին իրենք ուշադրություն դարձնեն, որպեսզի խնդիրներ չլինեն եւ հիշեք, թե ինչ իրադարձություններ են կատարվել, սիրելի աքլորի տարում ծնվածներ, ձիու տարում եւ բնականաբար հրեղեն ձիու տարում դա շատ ավելի ինքը ընդլայնվելու է։ Շների համար կարող եմ ասել հետեւյալը, շների համար լավ տարի կլինի, որովհետեւ գիտեք շները հավատարիմ են, այսքան ինչ որ մենք գիտենք շների մասին, դա կարելի է ուրեմն վերագրել մարդկանց իրենց հավատարմությամբ եւ ամենակարևորը որ իրենք չեն դավաճանում, իսկ ձին սիրում է հավատարիմ մարդկանց, հա, ինքը օծերին չի սիրում, որ տենց սողում են, բայց աքլոնել անիմաստ ինքը տենց աղաղակում է, դա չի սիրում, բայց գնահատում է անպայման շների հավատարմությունը, այսինքն այն մարդիկ, ովքեր ծնվել են շան տարում, իրենք, քանի որ իրենց մեջ սեր կա ձիու եւ շան, ինքը գնահատում է այդ հավատարմությունը, այստեղ կարող է նկատվել, ասենք մարդկանց միջև կարող է լինել հավատարմություն, կարող է լինել սիրո թեման, այդպես ակտիվանալ, հա, շատ հնարավոր է։ Այսինքն շան տարում ծնվածները իրենց համար, այսինքն սիրո հարցում դուք միանշանակ կարող եք ունենալ հաջողություններ, ովքեր ուզում են երեխա ունենալ, նրանք կարող են նաև իրենց հնարավորություն կընձեռվի, այնպես որ պահպանեք հավատարմությունը, հանդես եկեք այնպես ինչպեսին որ կաք, երբեք մի դավաճանեք, որտեղ դա ձեզ բնորոշ չի, սիրելի շների տարում ծնվածներ, շան տարում ծնվածներ եւ ամեն ինչ շատ լավ կլինի, այսինքն դուք ձեր էությանը մնացեք հավատարիմ եւ շատ լավ է լինելու ձիու տարում ցանկացած ուրեմն թե հարաբերություններում, այստեղ նաև ձեր բիզնեսի հետ կապված դուք կարող եք հաջողություններ ունենալ, եթե ձին տալիս այն էլ հրեղեն ձին, դա եզակի հնարավորություն է եւ դուք դա պիտի օգտագործեք։ Ուրեմն սա շատ տարում ծնվածների համար, կապիկի տարում ծնվածները իրենց համար եւս շատ լավ է։ Իմ նախորդ հաղորդման ժամանակ ես արդեն նշել եմ, թե ովքեր են ծնվել կապիկի տարում, այնպես որ դուք արդեն գիտեք, ես նորից չթվարկեմ, եւ այսպես սիրելի կապիկի տարում ծնվածներ ձեզ համար ասացի, որ
շատ հեշտ է լինելու, շատ լավ է լինելու, ինչ գործով որ զբաղվում եք, դա շարունակեք ձեր բիզնեսով, կարող է շատ հաջողակ լինել, այսինքն ես կարող եմ, տեսեք ռիսկերի, հրեղենցին սիրում է ռիսկեր, երբ գնում ես լու ռիսկերի, շները շատ առում ծնվածները կարող են գնալ ռիսկի, կապիկի տարում ծնվածները կարող են գնալ ռիսկի, ամեն դեպքում հաշվարկեք, նոր գնացեք ռիսկի, բայց իմացեք, որ 90% արդեն դուք կարող եք հաջողել, այնուհետև վիշապի տարում ծնվածները կարող են գնալ ռիսկի, հաշվարկված, որ կհաջողեն, այսինքն հաջողությունը իրենց կողմն է, մի փոքր հաշվարկ եւ արդեն դուք կարող եք ունենալ հաջողություն։ Եվ վագրի տարում ծնվածները հիմնականում իրենք, որ կարող են շատ վստահ գնալ ռիսկերի, չվախենալ, այսինքն չվախենալ, հաշվարկեք, տեսեք, որ կարող եք, որովհետև լինում է այնպես, որ մարդիկ հաշվարկում են, բայց էլի վախենում են գնալ ռիսկի։ Եթե դուք իմ թվարկածս նշան տարին եք ծնվել, ուրեմն կարող եք վստահ գնալ ռիսկերի, իսկ օրինակ, ինչպես որ արդեն ասեցի, աքլորները, նապաստակները եւ ուրեմն առնետները իրենց համար, գիտեք, չեմ կարող ասել, որ իրենք ճիշտ կլինի ռիսկի գնալը, իրենք պարզապես պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել, թե ինչպես անել, ունեցածը պահպանել եւ այ ռիսկի գնալ երևի թե չէ, այդ նշանները երևի թե ռիսկի չգնան, այլ ընդհակառակը փորձեն պահպանել կամ այն մարդիկ կգնան ռիսկի, ովքեր գիտեն, ինչպես ասում են, թիկունք ունեն ու համոզված են, որ դա իրենց օգնելու են, այդ դեպքում շատ խիստ այդպես մանրամասն ուսումնասիրությունների դեպքում եւ նայած արդեն ինչ ամսում ես ծնվել եւ ինչ տարում ես ծնվել, սա եւս նշանակություն ունի, այդ դեպքում դու արդեն կարող ես գնալ, բայց բոլոր դեպքերում ինքը մեծ վտանգ է պարունակում, այդ նշանների համար ռիսկի գնալը վտանգ է պարունակում, սա ուրեմն նկատի ունեցեք եւ ուրեմն արեք ըստ դրա կազմակերպեք ձեր գործերը կամ արեք ձեր քայլերը, գիտեք ես առնետների համար արդեն ասացի, որ այստեղ ինքը գիտեք, ասենք աշխատանքի համար կամ հարաբերությունների համար իր թեկուզ համագործակցելու դժվար է լինելու առնետների համար, եթե մասնավորապես եթե հանկարծ իրենք սպասարկման ոլորտում են, հնարավոր է, որ առաջարկները քիչ լինեն, կամ ասենք համապատասխան գումարը չտան, իրենք այդ աշխատանքը, որ միշտ արել են շատ ավելի բարձր, հիմա անեն ավելի ցածր գնով, ինչևէ դժվարություններ կլինեն եւ բնականաբար առնետները իրենք պիտի դասեր քաղեն եւ առավել եւս հրեղենձի ու տարում իրենք չգնան հարաբերությունների, այսինքն ամուսնությունը իրենց համար ցանկալի չէ եւ համագործակցել ընդհանրապես ամուսնություն, հարաբերությունները, եթե ամուսնանաք, հարաբերությունները կկոտրվեն, շուտ կավարտվեն, երջանկություն չի լինի այդտեղ։ Այլ չասեմ, եթե հանկարծ դուք ասենք ծնվել եք առնետի տարում եւ ասենք ձեր ընտրյալը ձիու տարում է ծնվել։ Ցուլի տարում ծնվածների համար ասեմ, որ իրենք լավ կլինի զբաղվեն իրենց առողջությամբ, ցուլերը, որովհետև եթե նրանք ովքեր հիվանդ են, դա կարող է վատ տեղ տանել, այնպես որ անպայման զբաղվեք ձեր առողջությամբ եւ ուշադիր եղեք ձեր նաեւ ֆինանսների, քանի որ հիմա մենք խոսում ենք այդպես ֆինանսների մասին, ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք։ Ճիշտ հաշվարկեք այդ, տեսեք, երբ որ ես ասում եմ ռիսկերի մասին, խոսում եմ ռիսկերի մասին, դա ձեզ մասնավորապես վերաբերում է եւ ձեր առողջության հանդեպ եք լինում ուշադիր։ Վագրի տարում ծնվածները ձեզ համար եւս շատ լավ է եւ այստեղ վագրերի մոտ կարող են լինել ամուսնության տարի, ես հիշում եմ, որ Սինդի Քրոուֆորդը մոդել, ինքը հրեղենձի ու տարում ծնված եւ ինքը ամուսնացավ վագրի տարում։ Այնպես որ այստեղ ձեզ սպասում է ամուսնություն, շրջագայություններ, ամուսնական ճանապարհորդություն, սիրո թեման բոլոր դեպքերում բավականին ակտիվ է եւ հնարավոր է, որ
ինչ-որ լավ իրադարձություն լինի ձեր կյանքում, սիրելի վագրի տարում ծնվածներ, այսպիսի լավ բաներ, եւ դուք սիրելի վագրեր, ասացի, կարող եք գնալ ռիսկի, իհարկե ճիշտ հաշվարկելով, նախապատրաստվելով, դուք կարող եք անել ուրեմն քայլեր, այսպես, գիտեք, հրեղենձին յուրաքանչյուր տարի ինքը բերում է խոչընդոտ, դու դա պիտի հաղթահարես, որ նոր քո ուզածին հասնես, ոչինչ քո տեղի վրա չի մատուցվում, նույնիսկ եթե այդ ամեն ինչը հեշտ է, ամեն դեպքում պահանջում է վերլուծել, հասկանալ, առանց վերլուծության այդպես չի կարելի ինչ որ քայլեր անել, ուրեմն Վիշապի տարում ծնվածների համար ինքը եւս լավ տարի է, շատ բարենպաստ է, դուք կարող եք այդպես թռիչք ունենալ ձեր գործերում, ուրեմն ձեր հարաբերությունները ընկերների հետ պարզեք, գիտեք, վերելք, անպայման վերելք ունենաք, ուրեմն վիշապի տարում ծնվածներ հաջողություններ ունեք, օգտվեք դրանից, գնացեք ռիսկի եւ անպայման կունենաք հաջողություններ եւ ասեմ բոլոր դեպքերում շատ կարևոր է գիտելիք ձեռք բերելը, շատ կարևոր է եւ ձեզ սիրելի վիշապի տարում ծնվածներ անպայման գիտելիք ձեռք բերեք, որտեղ դա ձեզ պետք է գալու ձեր ապագայում օգտվեք այդ հնարավորությունից, որտեղ միշտ չի, որ 60 տարի մեկ անգամ է լինում հրեղենձին, բոլոր նշաններ օգտվեք այդ հնարավորությունից վերելք ձեզ համար վերելք ապահովելու համար եւ այծերի մասին այծերը գիտեք երբեմն տենց անընդհատ իրանք բոլորին սիրում են պոզահարել մի քիչ դժվար է կարող են մնալ ու հանկարծ ինչ որ պոզահարել ձին ասում եմ ես քո հետ անկեղծ խոսում եմ մենք ուղղակի զրուցում ենք կամ ինչ որ մի բան չես պոզահարում ինքը այտենց կպոզահարի, անիմաստ էլի, չգիտես ինչ է, մեկելով ինքը կարա այտենց դու ինչ-որ այդպես ինքը դրսևորվել։ Ես սա ինչ եմ ասում, սիրելի այծի տարում ծնվածներ, որ դուք իմանաք տենց ձին չի սիրում այտենց պոզահարել անիմաստ անկապ, հա, մի քիչ ավելի այծի տարում ծնվածներ պիտի լինեն ավելի համեստ և ուշադրություն դարձնեն իրենց ֆինանսների հարցում չգնան ռիսկի, ուշադիր եղեք և մի գնացեք ռիսկերի, այստեղ հնարավոր է նաև աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր առաջանան, բոլոր դեպքերում տեսեք, ես ասում եմ ընդհանուր պետք է ձեռք բերել գիտելիք, նոր ծրագրեր սովորեք, սիրելի այծի տարում ծնվածներ, եթե դուք այնպիսի պրոցեսում եք գտնվում, տարիքում եք գտնվում, որ դա ձեզ անհրաժեշտ է, սովորեք նոր ծրագրեր, որպեսզի կարողանաք ձեր վերելքը ապահովել կամ լավ աշխատանք գտնել, դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, եթե ուզում եք, ուրեմն անպայման, որքան էլ որ դա դժվար լինի, անպայման նոր գիտելիք ձեռք բերեք։ Խոզի տարում ծնվածներին ես եւս պիտի ասեմ, որ իրենց առողջությանը ուշադրություն դարձնեն, ընդհանրապես հրեղենձին ինքը, եթե առողջական խնդիրն եք, սա բոլորին է վերաբերում առողջական խնդիր, եթե ինչ-որ բան փորձել եք գաղտնի ծածուկ անեք, այդ ամեն ինչը դուրս է գալու ջրի երես, եթե կեղծ եք եղել ձեր հարաբերությունում, այդ ամեն ինչը բացահայտվելու է եւ շահումով դուրս կգան այն մարդիկ, ովքեր եղել են արդար մարդիկ ձեր ժամանակաշրջանն է, եթե եղել եք արդար, հիմա դա կբացահայտվի ու դուք կարող եք այդ ձևով գլուխ ավելի բարձր պահել ու ասել տեսակ, այսքան ժամանակ անցել է, սա մի չէ, ամեն ինչ եղել է, ես եղել եմ մաքուր, մնացել եմ մաքուր եւ արդար եւ այստեղ տիեզերքը թագը դնում է ձեր գլխին, ով ուրեմն հրեղենձի տարում ինքը մաքուր ապրել եւ արժանանում է դրան, այնպես որ դուք արժանանում եք այդ թագին, ովքեր ընդհանրապես գիտեք, նրանք ովքեր մաքուր են ապրում, անպայման այդ հատուցումը ստանում են այ հրեղենձին հենց այդ պահն է, որ ինքը տալիս է այդ հատուցումը, մաքուր ապրել ես, լավ մարդ ես եղել ու դու հիմա կստանաս ու անպայման այդ մարդիկ, ովքեր մաքուր են ապրել, արդար են եղել, անպայման իրենք տիեզերքից նվեր են ստանալու, անպայման նայած որ բնագավառում դա կարող է լինել, ինչ-որ մեկ լավ աշխատանք, որ վաղուց երազում էր, ինչ-որ մեկը հնարավոր է իրեն զուգընկեր գտնի, այն մարդուն, որ ինքը երազում է եւ այլն, հա, տարբեր
կամ այն ինչ որ ինքը ուզում էր ձեռք բերել իր կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու համար, դա կկարողանա ինչ որ մեկ ուզում էր տուն առնել, կառուցել եւ այլն, ինքը արդեն կավարտի եւ դա իր մոտ կստացվի, այնպես որ բոլոր նրանք ովքեր արդար են եղել, մաքուր են ապրել, դա իրենց ժամանակաշրջանն է հրեղեն տարին, իսկ նրանք ովքեր թաքցրել են, գողացել են, սրիկայություններ են արել, այլասեռություններ, անամոթություններ, խոսքով գողություն, այսինքն են օծերը, ովքեր գողացել են, ինչ որ ասել են, իրենք այտենց բացահայտվելու է եւ իրենց համար լինելու է շատ վատ, որովհետեւ իրենք հատուցելու են կյանքի տեսքով դա կլինի հատուցում, գումարի տեսքով տուն կորցնելու, գումար կորցնելու եւ այլն, տարբեր ձևով այդ ամենը ուրեմն կատարվելու է եւ մենք միասին դեռևս շատ բացահայտումներ կանենք, այսքանը առայժմ լավ եղեք